Դաստիարակները գովում են ձեր երեխային, այնքան խելոք է, իսկական ոսկի, իսկ դուք տուն եք բերում իրեն ու սկսվում է իսկական դժոխք, լաց, կապրիզներ ու իստերիկա ամեն մի մանրուքից։ Այդ պահին անզորությունից ուղղակի ձեռքերդ թուլանում են, թվում է թե ամեն ինչ սխալ եք անում, քանի որ երեխան իրեն ամենավատը պահում է հենց ձեր հետ։ Սկսում եք մտածել, որ վատ մայր եք, բայց մանկական նեյրոհոգեբանության մեջ այս երևույթը կոչվում է էմոցիոնալ ռելիզ։ Ամբողջ օրը մանկապարտեզում իրեն նյարդային համակարգը աշխատել է գերլարված, ինքը ահռելի ուժ է ծախսել, որ կանոններ պահի, կիսվի խաղալիքներով ու օտարների մեջ իրեն ճիշտ պահի։ Ու երբ վերջապես տեսնում է ձեզ, իր ամենաանվտանգ տեղը, պատվարը փլվում է։ Ինքը լարվածությունը հանում է ոչ թե հատուկ, կամ որովհետև դուք իրեն եռես եք տվել, այլ որովհետև մենակ ձեր կողքին է իրեն այնքան ապահով զգում, որ կարա վերջապես թուլանա ու հանի դիմակը։ Դուք իրա տունն եք։ Հաջորդ անգամ, երբ էլի բելի սկսվի տենց իրիկնային իստերիկա, ուղղակի հանգիստ արտաշնչեք։ Դուք հիանալի մայր եք ու ոչ մի բանում մեղավոր չեք։ Ուղղակի գրկեք իրեն ու թողեք, որ այդ լարվածությունը դուրս գա։ Պահպանեք այս վիդեոն, որ նայեք այն իրիկունները, երբ նորից ձեռքերներդ կթուլանան։